Այգուշ Պետրոսյան, Հայաստան։ Միկրոէլեկտրոնիկայի նոր տաղանդներ են բացահայտվում ինժեներական քաղաքում։ Ամենամյա միջազգային օլիմպիադայի եզրափակիչն է տեղի ունեցել Երևանում։ Արդեն 20 տարի է օլիմպիադան միավորում է աշխարհի տարբեր ծայրերից եկած լավագույն երիտասարդ մասնագետներին, որոնք ներկայացնում են իրենց գիտելիքներն ու պայքարում գլխավոր մրցանակի համար։ Միջոցառման գլխավոր աջակիցը Յուքոմն է։ Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Իրիկյանի խոսքով ապագան հենց այսպիսի երիտասարդների ձեռքում է։ Այսօրվա միջոցառումը կարևոր է այն առումով, որ ինքը համախմբում է տաղանդավոր երիտասարդներ աշխարհի բոլոր անկյուններից եւ բերում են իրենց փորձը, կրթական փորձը, տեխնոլոգիական կրթական փորձը եւ այստեղ մեր հայրենակից երիտասարդները իրենց հետ շփվում են, տեսնում են, աշխատում են եւ դա հարստացնում է եւս իրենց գիտելիքները ու այս ամենը ներդրում է ապակայի մեջ։ Առաջին փուլին, որը կազմակերպվել էր 20 երկրներում, մասնակցել է 1088 ուսանող։ Նրանցից 34-ն անցել է եզրափակիչ շարունակելով պայքարը Սինոպսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտում։ Եզրափակիչի մասնակիցներից 14-ը ներկայացնում էին Հայաստանը։ Այս մասնագիտությունը բավական պահանջարկված է այսօր Հայաստանում, որովհետև նախ մարդիկ գիտեն, որ իրանք տիրապետելու են մի մասնագիտության, որ պահանջարկված է ամբողջ աշխարհում, եւ երկրորդը նաեւ, որ նրանք աշխատելու հնարավորություն կունենան նաեւ համաշխարհային առաջատար ընկերություններում, որոնք գործում են Հայաստանում։ 34 մասնակիցներից միայն 5-ը ստացան մրցանակներ։ Ռուսաստանի եւ Շրի Լանկայի ներկայացուցիչները երրորդ հորիզոնականին արժանացան։ Հայաստանի եւ Իրանի օլիմպիականները երկրորդ։ Իսկ հաղթողը Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչն էր։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Այգուշ Պետրոսյանին մրցանակը հանձնել է Յուքոմի գլխավոր տնօրեն Ռալֆ Իրիկյանը։ Շատ ավելի ուրախացել եմ արժանանալով այս մրցանակին իմ նման շատ աղջիկներին հուսադրելու համար, որ շարունակեք երազել, շարունակեք պարապել ու ոչինչ սահմանափակ չի մեր ոլորտում առավել ևս։ Օլիմպիադան միջազգային հարթակ է մինչև 30 տարեկան մասնագետների համար, խթանելով երիտասարդների հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ։ Զարուհի Սահակյան, Նորայ Շարբաթյան եւ Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։